Մեծար գովարչապետ, հարգելի կառավարության անդամներ, հարցս ուղղում եմ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին Ավանեսյան, նախ հարցի սկզբում ուզում եմ մեր քաղաքացիներից ստացված շնորհակալական խոսքերը փոխանցել ձեզ, ձեր գերատեսչությանը, կառավարությանը, առողջապահության համընդհանուր ապահովագրության հետ կապված շատ ու շատ քաղաքացիներ իրականում իրենց գոհունակությունն են հայտնում մեզ ամենօրյա շփումների արդյունքում, բայց այնուամենայնիվ մեկ հարց, որը եւս քաղաքացիների կողմից է բարձրացվել։ Տիկին Ավանեսյան, քաղաքացին համընդհանուր ապահովագրության շահառու է, ունի ուղեգիր եւ արմետ համակարգով նայում է, թե կոնկրետ որ բուժ հաստատությունում կարող է ստանալ իրեն ցուցված բուժծառայությունը, գնում է տվյալ բուժ հաստատություններից մեկը, որտեղ իրեն տեղեկացնում են, որ այս պահին չեն կարող սպասարկել, քանի որ չունեն համապատասխան կոդեր։ Քաղաքացին խնդրում է պարզաբանեք ինչ կոդերի մասին է խոսքը եւ եթե կա նման դեպքեր, ինչու է արմետ համակարգում ցույց տալիս, որ կարող է գնալ եւ ստանալ իրեն ցուցված բուժծառայությունը։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Համեցեք տիկին նախարար։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Պալյան, եւ իսկապես ժողովրդի գոհունակությունը եւ ընդհանուր առմամբ բարեփոխման ընթացքը իհարկե մեզ շատ ոգևորում է։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերում, Տիկին Պալյան, ես ասացի, որ բժշկական կազմակերպությունները բոլոր ծառայությունների, առանձին ծառայությունների համար պետք է ունենան կնքված պայմանագրեր։ Մենք մի էտապով պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցողներին մի ամբողջական շրջափուլով ներառեցինք ապահովագրության սպասարկման շրջանակ, որովհետև նրանք երկար տարիներ այս ծառայությունները տրամադրել են եւ ըստ էության մենք որակական եւ ընդհանուր սարքավորումների, մասնագիտական հագեցվածության մասին մենք ունեինք պատկերացում։ Բայց բժշկական կենտրոնների կողմից շատ մեծ հետաքրքրություն է նաև միանալու ապահովագրական համակարգին այն ծառայությունների մասով, որոնք իրենք նախորդիվ չունեին որպես այդպիսին եւ ուզում են դիմել եւ ընդլայնել իրենց շրջանակը։ Օրինակ բերեմ, նախկինում շատ դիագնոստիկ կենտրոններ, լաբորատոր հետազոտություններ պետպատերով չէին իրականացնում, այդ մասով չունեին պայմանագրեր, բայց ապահովագրության հիմա շրջանակներում ուզում են ներառվել համակարգի մեջ։ Այո, հայտերի թիվը շատ մեծ է եւ մենք պետք է այս հայտերը հերթով բոլորը ուսումնասիրենք եւ բավարարենք, որտեղ այստեղ էլ մեզ համար շատ կարեւոր է, որ այն ստանդարտները, որ դրել ենք, որ ապահովագրության շրջանակներում պետք է ապահովեն, ուրեմն պետք է ապահովեն։ Դրանցից մեծամասնությունը արդեն իսկ բավարարվել է եւ նախորդ 2 շաբաթներին ըստ էության կարող եմ ասել, այո, մեծամասնությունը արդեն իսկ ստացել են հավաստումները, որ իրենց հայտերը բավարարվել են, կան որոշները, որտեղ հարցեր կան, մենք եւս պարզաբանումներ ենք ուզել, process-ի մեջ է, սա է։ Բայց ըստ էության ծառայությունների մատուցման առումով նաև Արմեդում կա, թե որ բժշկական կենտրոնում է հասանելի այդ ծառայությունը ապահովագրության շրջանակներում եւ ես խորհուրդ եմ տալիս մինչեւ բժշկական կենտրոն դիմելը մի հատ ուղղակի ծանոթանալ, թե տվյալ հետազոտության վրա երբ որ սեղմում են, այնտեղ ցույց է տալիս, թե որ բժշկական կենտրոնները ունեն կնքված պայմանագրեր եւ կարող են այդտեղ իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ, ես կարծում եմ դա շատ կհեշտացնի մեր քաղաքացիների գործը։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան մանրամասն պատասխանելու համար եւ օգտվելով արձագանքի իմ հնարավորությունից կխնդրեմ նշեք, թե ունենք իհարկե թվային տվյալներ, թե մինչ այս պահը մեր սիրելի քաղաքացիներից քանիսն են օգտվել առողջապահության ապահովագրության համակարգից։ Շնորհակալ եմ։ 2 ամսվա տվյալներով մենք 1.200.000-ի արդեն շրջանակներում այց ենք ունեցել, իսկ եթե դիտարկենք քանի անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով, 400.000-ի մոտ քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անց կա, որ ստացել է եւ հետազոտություններ, եւ դեղորայք, եւ վիրահատություն, եւ սա իսկապես մեծ դիմելիություն է, որը եւ նույնպես ուզում եմ շեշտադրեմ,
մենք այս դիմելիության աճն էլ մեր կանխատեսումների շրջանակներում է, մեր համակարգը ըստ էության մարսում է այս դիմելիությունը եւ այո, մենք հաջորդիվ էլ պիտի աշխատենք բարելավելու, ավելի լավացնելու այս համակարգը։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։